7 շաբաթ շարունակ 20 մասնակիցներ, 10 բլոգերներ, 10 աստղեր մրցեցին միմյանց դեմ։ Այսօր եզրափակիչ օրն է։ Այսօր 10 մասնակցից ընդամենը մեկը տուն կտանի ավտոմեքենան։ Այսօր եկանք հասանք մենք։ Հիշում եմ առաջին օրը լարվածությունը ու հիմա ինչքան լարված են մասնակիցները, ոմանք լավ ստրատեգիայի ռազմավարության շնորհիվ են այստեղ կանգնած, ոմանք լավ մրցակցության, ոմանք էլ գուցե բախտի գործոնով պայմանավորված, բայց շնորհավորում ենք, որովհետև դուք եզրափակչում եք։ Բոլորն են լարված, թվում թե ես, թե Անահիտը։ Շատ։ Սա Arm Games նախագծի կարծում եմ ամենալարված եզրափակիչն է լինելու։ Մասնակիցները քիչ են եղել, մենք բոլորս հասցրել ենք կապնվել գրեթե բոլորի հետ։ Այսօր լինելու է շատ թեժոր, թե էմոցիոնալ առումով, թե մարզական առումով, թե ստիպված ընկերները պետք է դուրս գան մեկը մյուսի դեմ։ Որովհետև արդեն անհատական խաղերն են, ամեն մեկը պետք է մրցի իր համար, այլ ոչ թե խմբի։ Դե ինչ, Arm Games նախագծի եզրափակիչը համարում են բացված, որտեղ 10 մասնակիցներ, այլևս թիմ չեն, անհատներ են, այստեղ դուք մոռանում եք ընկեր հասկացողությունը, որովհետև շատ հաճախ ձեր ընտրած ռազմավարությունը որպես ընկեր կարա դուրս գա ձեր դեմ։ Բայց եկեք թույլատնենք այս մթնոլորտը, շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ ձեզ, դուք Arm Games 2026 թվականի եթերաշրջանի առաջին եզրափակչի մասնակիցներն եք, ծափարում եմ ես ձեզ։ Առաջին խաղը կամ փորձությունը կոչվում է մահացու նվեր։ Բոլոր մասնակիցների աչքերը պետք է լինի փակ։ Այս տուփի մեջ ձեր նկարներն են։ Պատահականության սկզբունքով ես կխնդրեմ Անահիտը կհանի որևէ նկար, այո, դա քո վրա կմնա։ Այդ մասնակիցը կբացի իր աչքերը, կընտրի այն մասնակցին, ում կփոխանցի այս մահացու նվերը, դնելով իր կուբի դիմաց։ Ամբողջ խաղի իմաստը սա է։ Տվյալ մասնակիցը ում դիմաց աչքերը բացելուց հետո դրված է այս մահացու նվերը, պետք է հասկանա, թե ով է իր դեմ, այսպես ասած, քվեարկել։ Եթե մասնակիցը ճիշտ ընտրություն է կայացնում, եթե այդ մասնակիցը գտնում է այն մարդուն, ով իր դեմ դրել է այս նվերը, մահացու նվերը, նվեր տվողը լքում է Arm Games-ը։ Իսկ Եթե սխալվում է, ինքն է լքում։ Ուղիղ 5 հոգի հաստատ այս խաղից հետո լքելու է նախագիծը։ Քանի որ մասնակիցը պետք է իր տարածքից դուրս գա, քայլելով մոտենա ձեզ, մեր օգնականները նույնպես կքայլեն, որպեսզի շեղեն, որ դուք ձայներով չգուշակեք։ Այսքան հնարավորություն չես թողնում, էլի։ Բայց եթե մյուսին տա, մյուսին կվնասեմ դրա համար, սա արդար պայման է բոլորի համար։ Բոլոր աչքերը փակում են, գլուխները խոնարհում ենք ներքև։ Աղջիկներին խորհուրդ կտամ, քանի որ ամեն մեկն ունի եղունգների հատուկ ընտրած գույնը, դնելուց փակեք ձեր ձեռքը շորով, նոր դրեք։ Շատ լավ, գլուխները խոնարհեցինք։ Անահիտ։ Հենց առաջինը, հենց ես։ Այն մասնակիցը, ում նկարը առաջինը բացեց Անահիտը, պետք է մոտենա, մեր դիմացից վերցնի մահացու նվերը և փոխանցի այն մարդուն, ում ցանկանում է։
Լարվածությունը հասել է գագաթնակետին։ Ընդհանուր լարվածություն կա Ագնեսի դեմ ու որոշեցի հենց իրան քվեարկեմ։ Ոչ մեկ աչքերը չի բացում, ոչ մեկ չի շարժվում։ Եվ այսպես աչքերը բացում ենք։ Բացենք։ Ես այդքան լարված, աչքերս բացում եմ, կուբը հենց իմ դիմացադրված ու 9 հոգի կա, որ պետքա ընտրեմ։ Ագնես ջան, խնդրեմ, արի կենտրոն, վերցրու ձեռքդ։ Ագնես, քո ինտուիցիան միշտ լավ է աշխատել։ Մենք այս պահից դուրս ենք կադրից, դու ես վարում քո խաղը։ Սկսենք բացառելուց, Շուշոն հաստատ չի, Էդոն չի, Ռուբոն դժվար, Ռոզանե Չերանի, ոյ, Քեզ են ժպտում։ Դու ես դրել ես տուփը։ Կանեիր, բայց տենց բան, խաղի մեջ։ Հիմա չէ։ Ռոֆո, դու ես դրել, չէ, իսկ եթե դնեիր ոնց կպտտվեիր։ Էրմինան դժվար, կդնեիր դու ես կուբը։ Էմո, դեռ որ մտածում եմ կամ Ռաֆը կամ Էման, հուսամ։ Ագնես։ Ոյ, Ռաֆն ինձ որ ժպտում։ Որովհետև վստահ եմ, որ ես չեմ։ Այ, լավ, չգիտեմ ինտուիցիաս հիմա ինչ է ասում, բայց դեռ որ Ագնեսը բացառության կարգով ընտրեց ինձ։ Շատ իզուր, ես քեզ չէի ընտրի։ Ագնեսը որոշեց, որ մահացու նվերը իրեն տվել է Էման։ Եթե դա ճիշտ է, ես կանձնեմ քեզ, դու կլքես խաղը։ Եթե ոչ, Ագնես, ես կվերադարձնեմ քեզ, դու կլքես խաղը։ Այս նվերը Ագնեսին, Էման չի տվել։ Դու այս պահին լքում ես խաղը։ չեմ լացել։ Բայց մերսի։ Իսկ հիմա իմանալու եմ ով է։ Չէ։ Իմանալու ես եթերից հետո։ Նա։ Էմա դու կարող ես գնալ քո տեղը։ Ագնես, այս պահին դու պետք է գնաս ու դեռ սպասես։ Գնա հանդերձ։ Իսկ մենք բոլորս նորից փակում ենք մեր աչքերը։ Ագնես այս պահին նախագծում չէ, հաջորդ մասնակցի նկարը պետք է։ Ես առաջարկում եմ, որ այդ դաժան պատասխանատվությունը այս անգամ դու անես։ Չէ, ես չեմ ուզում դու հանի։ Ինձ վրա չեմ ուզում մնա։ Հասկանում ես ինչ դժվար է, չէ։ Ավայ։
Ոնց չի ուզում, որ ինձ դիպչեն։ Բոլորը գլուխները կախում են։ Կախում են գլուխները։ Կուբը այնպես դրվեց դիմացս, որ ես լսեցի։ Անկեղծ չգիտեմ, զուտ Էրմինան էր իմ կողքը, մյուս կողմը Ռուբոն, մտածեցի Էրմինա։ Ուշադրություն, աչքերը, բացում ենք։ Էրմինա, դու սպասում էի, չզարմացար, թե ձայն լսեցիր դնելուց, ձայնը լսեցիր, հասկաց։ Ռոզ նեղած կոտես դու։ Մենակ շատ մոտիկ մարդկանցից կարամ նեղանամ։ Ռուբ կհանեիր ինձ։ Շուշ։ Ոնց չեմ սիրում խաբել։ Կասկածում եմ Ռոզային ու Շուշոյին հարց տվեցի, ինքը ասեց չէ, ու ես հավատացի։ Շոր անցածին ծիծաղում էիր, հիմա չես ծիծաղում։ Տանում եմ, դնում եմ այն մարդու մոտ ու մտածում եմ։ Այո։ Ռոզալիա, մոտեցի։ Մտածում ես, որ Ռոզալիան է դրել։ Իսկ կարամ իմանամ ինչի։ Այդպես զգացիր, թե պատճառ կար։ Էման հաստատ չէր տնի ու մենակ աղջիկը կարա լարված ժամանակ ինչ-որ շղկոցով տնի։ Շոշային։ MK այս նախագծում հրաշալի ես խաղացել։ Ռոզալիա, դու ֆանտաստիկ ես խաղացել իսկապես։ Գզել ես ամենը եւ ամենքին։ Եվ դու դեռ շարունակում ես դա անել։ Շատ հոտ կարտիկ ունեցել իմաց։ Կարծում էի աղջիկա դրել։ Մեր նախագծի ամենալուսավոր, ամենապուպուշ մասնակիցն ես դու եղել, իսկապես շատ լավ ես խաղացել, ես հիմա հազվամ էմոցիաներ ես զսպում, բայց դու էլ Arm Games-ում չես։ Գնա դեպի Ագնեսի մոտ։ Էրմինան այս պահին լքում է խաղը։ Հուսով եմ դեռ քեզ կտեսնենք։ Ապրես։ Հիմա այս պահին մենք կարող ենք ծափարություններով հաջողություն ասել Էրմինային։ Բոլոր այն մասնակիցները, ում նկարը հայտնվեց, նա դեռ խաղի մեջ է։ Թե նորից նա կարող է գնալ քվեարկելու, թե կարող են իր դեմ քվեարկել։ Ավելին ասեմ, եթե նույնիսկ Ագնեսը կամ Էրմինան ճիշտ մարդու գտնեին,
դա նրանց չէր ապավակրում։ Ընդամենը մեկ փուլով։ Նրանց դեմ նույնպես կարող էին նորից քվեարկել։ Շարունակում ենք Անահիտ։ Ատում եմ այս պահը։ Գլուխները բոլորը կախում են։ Շատ ծանր իրավիճակում եմ։ Պետք է ընտրություն կայացնեմ։ Ռուբո, թե Էդո։ Իմ հրահանգից հետո բոլորը աչքերը կբացեն։ Խնդրեմ, բացեք։ Մահացունովերը Էդգարի դիմաց է։ Փորձեմ էլի բացառելով գնամ, չնայած քանի Ագնեսը գնաց, իմ շանսերը ոնց որ էլի պակասեց։ Ինքը այն մարդկանցից կներ, ով չէր քվեարկի իմ դեմ։ Մի քիչ կարճ տևեց այդ ճանապարհը, մտածում եմ կարող է ինձ մոտիկ մարդ լինի, ֆիզիկապես մոտիկ։ Քայլել ես։ Չէ։ Կասկածելով պատասխանեցի։ Չէ, ամեն դեպքում ես ինձ թվում է, ինչքան էլ փորձում էին տղաները շեղել, բայց իմ հետևով քայլելու ձեն չեմ լսել։ Ստեղ էր կանգնած։ Փորձեցի ինձ էլի այնպես պահեմ, ինչպես որ Ագնեսի հետ պահեցի։ Ենթադրում եմ, որ Մանոն ու Ռաֆը ինձ մոտ են կանգնած, ռիսկի չէին դիմի, մտածելով, որ կարող է ես լսած լինեմ իրանց շարժերը։ Ընտրությունս կանգնում է Էմայի վրա։ Էմա։ Ու ինքս իմ ձեռքով կնքեցի իմ մահկանացուն։ Ինչ էր քո որոշումը, Էման։ Բացառության սկզբունքով այս թևի վրա հուսով եմ իմ դեմ չեն քվեարկի, երկու իմ ֆիզիկապես կողք գտնվող մարդիկ դժվար ռիսկի այդքան գնային, որտեղ հնարավոր է ես ինչ-որ սոտիկի ձայն լսած լինեի։ Ավելի շատ, եթե Ռոզայի ու Էմայի մեջ ընտրենք, բացառության սկզբունքով Էմային։ Այսինքն քո որոշումը կանգնում է, որ քեզ ավելի ճանաչողները քո դեմ չեն քվեարկի։ Ենթադրում եմ, հուսով եմ։ Եթե տենց բան եղած լինի, եթերից հետո կխոսենք իրենց հետ։ Բայց սա խաղ է ամեն դեպքում։ Իհարկե։ Էդգար, մահացունովերը քեզ տվել է Էմա։ Իրականում Էդգար, այո, դու ուղղակի ճիշտ խաղացիր, դու կարող ես գնալ քո տեղ, շնորհավորում եմ, դու շարունակում ես։ Երբ որ ինձ հարցնում են քո ֆավորիտների մասին, այսինքն մի քանի հոգի, որ իմ ներսում մտքում կա, մեկն էլ Էման է։
Էման այս պահին լքում է խաղը։ Դա որ բացեցիր փակագծերը, ասեմ, որին Դե դու ես նկարները հանում, անայդ մեղքի բան չկա։ Դու ուղղակի հանում ես նկարները, չնայելով։ Այս պահին ճանապարհենք Էմային, իսկ մենք շարունակում ենք։ Հաջողություն ձեզ։ Սա նաև խոսում է նրա մասին, որ սա ընկերության խաղ չէ։ Դե դու ուզում ես մնաս նախագծում, դու պետք է ստիպված լինես դուրս գաս քո ընկերոջ տեն։ Այլ տարբերակ չկա։ Բոլորը փակում են աչքերը։ Ես կարամ մի հատ ջուր խմեմ։ Okay, էլի ինչ որ մարդ կա, որ ջուր ա ուզում։ ինձ խնդրում եմ, թող ինձ Մոտեցեք մի անգամից ջուր վերցրեք։ Բայց ինձ է դու էլի։ այդ խնդրում եմ ինձ էլ կբերես։ Անահիտ, Ինքդ բացիր ու ինքդ հանիր։ Էմայից հետո տրավմա ունի Անահիտը։ Իմ հրահանգից հետո բոլորը բացում են աչքերը։ Բացեք։ Օպանա։ Աչքերս բացեցի, տեսա, որ կուբը դրած այն մարդ ու այդ պահին ոնց որ ամեն ինչ մի պահ սենց կանգներ։ Так։ Երեխեքը բացառության մեթոդով անում էին, հիմա вообще չեմ ուզում բացառության մեթոդը դաժե դիտարկեմ, եթե անկեղծ։ Բայց Էդոն չեր դնի։ Չէ՞։ Թե կդնեիր։ Մանա դու կդնեիր։ Հա թե Չեմ ուզում ասել ոչ կամ այո։ Դու նաև որոշի։ դու ես դրել։ Իհարկե ոչ։ Դու ինչ կասես։ Ճիշտ է, անհատական ենք խաղում, բայց հենց թիմ ենք։ Պատվոս ես անում։ Ռուբ։ Չկա այդպես բան։ Շուշ։ Հաստատ։ Վստահ ես։ Ամենայն անկեղծությամբ բոլորին կասկածում եմ։ Մի հատ հարց տամ իմ գոլեգաներին։ Մենք թիմ ենք։ Մենք խաղից հետո իրար հետ շփվելու ենք։ Այո։ Մանո։ Ես եմ։ Չէ։ Ստոպ։ Հա, սպասի։ Ու ես շփիտը իրա, ու ես որ Ագնեսին հանեցիր։ Ինձ թվում է Ագնեսին Մանոնը հանեն։ Ու թեկուս։ Եթե դու լինես, Ես ասում եմ, եթե դու լինես, ինչ ասում ես համաձայն եմ։ սա տանում ենք անձնական դաշտ, Հա, անֆոլով։ համաձայն եմ։ Մանո կուզեիր հիմա ես խաղից դուրս մնայի։ Նաև ովս չխապեմ քեզ, ինչ ուզես խապեմ, ասեմ քեզ։ Չէ, ես դուրս գայի, ես դուրս գայի։ Ես ոչ ոքի չեմ ուզում դուրս գամ։ Չէ, մենք խաղ, չէ, մենք խաղ ենք խաղում։ Չէ, ինչ որ մեկը պիտի դուրս գա։ Կուզեիր, որ այդ ինչ որ մեկը ես Չէ, ես լինեի։ կուզենայի դուրս գայի։ Այսինքն ես մնայի, դու դուրս գայիր։ Չի խաղայի։ Դու Ես չես։ խաղից սկզբից էլ դենց եմ խաղացել, դու լավ գիտես։ Ինձ դու կուզեիր, որ ես դուրս գայի խաղից։ Ես որ ուզենայի դու դուրս գայիր, մինչև ստե չէիր հասնի։ Պետք է նկասեմ։ Մանիպուլյացիա էր։
Դու իշի որ էսի մենակ խաղա։ Ստե թիմ չկա։ Էդի իշաստեմ քեզ։ Ասե կոնգերների վրա է կարաս կասկածես։ Չեմ ուզում այս պահին անկեղծ ասած, ոչ թե այն առումով, որ իմ ընկերներն են, այլ Չէ, նկատում եմ թիմին։ Շատ ակնհայտ է Ռաֆը։ Ըստիս մի թեթև ես սխալվում։ այն մի Ռաֆն է։ Ես տենց եմ կարծում։ Մնացել եմ երկու քարի արանքում։ Մանո Ռաֆո, Մանո Ռաֆո, Մանո Ռաֆո։ Այնտեղից Ռուբոն ասում է շատ ակնհայտ է, Ռաֆոն ասում է Ռաֆոն է, այն մեկը ասում է տենց մի արա, վերջում Ինչի Ռաֆը։ Այս 4 հոգուն բացառեցի։ Իրականում Շուշոյին էլ էի կասկածում, բայց հետո հասկացա, որ չէ։ Հիմա արդեն Մանոյին էլ եմ շատ կասկածում։ Բայց ամեն դեպքում որոշեցի, որ ինքը կդներ, չգիտեմ։ Ռոզա, նախորդ անգամ բախտդ բերեց։ Դու նորից վերադարձար քո տեղը։ Այս անգամ Ռաֆ նվերներ սիրում ես անել։ Շատ։ Ուրեմն նվիրիր։ Ինչ հասկացա։ Այս արյունոտ նվերը քոնն է, դու լքում ես նախագիծը։ Ռաֆոն պայեց իր խոստումը միջև հաղորդման վերջ, նա ոչ քո դեմ քրակեց, ոչ քեզ տվեց մահացու նվերը։ Դու ունեիր ընտրություն կամ վստահում էի Ռաֆոյի խոսքին։ Ինքը ասել էր մինչև ֆինալը ինձ հասցնելու, բայց Դե ամեն դեպքում պայեց խոսքը։ Այս պահին Ռոզալիան ինչ որ դու ես աղել, կծխեմ։ Ռոզալիան լքում է խաղը։ եթե ինձ հարցնեն ինչի է եկել ես այս խաղ, բոլորը կպատասխանեն երևի, որ կզեմ ամենը եւ ամենքին, բայց ամենայն անկեղծությամբ այս իմ համար ինչ որ միջոց էր, որ ես ինքս ինձ նոր անկյունից բացահայտեմ։ Վերջին փուլ։ Վերջին մասնակիցն է վերցնելու մահացու նվերը, որպեսզի փոխանցի որևէ այլ մասնակցի։ Ամեն պահ կարան իմ ուսին դիպչեն կամ կուբը դնեն իմ դիմաց, բայց ես տակից դուրս կգամ։ Մինչ այս 4 աղջիկներ լքել են խաղը։ Մնացել է 5 տղա, 1 աղջիկ։ Ոչ ինձ կպել են, ոչ ինձ կասկածում են, բայց լարվածությունից շունչս կտրվում է ու դողում եմ ամբողջ մարմնով։ Շուշանը միակ աղջիկն է։ Էդգարը Մանոն, Ռաֆը Հայդալեկ եւ Ռուբոն այս 6-ով հիմա պետք է պայքարեն, թե ով կանցնի հաջորդ փուլ գերեվա այս շրջանից հետո։ Այս պահին բոլոր աչքերը բացում են։ Վերջին մասնակիցը, ում դիմաց դրված է մահացու նվերը, դա Ռաֆն է։ Աչքերս բացեցի ու տեսա, որ վերջապես իմ դիմաց դրված այդ կուբը։ Բախտի բան է 50-50, Ռաֆը կամ կհասկանա, որ ես այդ ակնհայտ ընտրությունը արել եմ, կամ ընդհակառակը կմտածի, որ չի անի այդ ընտրությունը։
Մատ լավ խոսք կա, ասում եմ շունը շանթած չի գտնում։ Ռաֆը չի։ Ռաֆը իր սև գործն արել է, ստիս մինչև այս փուլը։ Մանոն էլ չի, չեմ կարծում։ Մանոին իմ կարեցածի չափով օգնում եմ։ Ոյ, այ դու խորամանք։ Զուբ այդ Կոզավка. Աջան։ Կոզավка. Կհաներ ինձ։ Հանգիչ, չէ։ Շատ հանգիչ։ Շուշիս դու։ Կհաներ։ Ընտրության տարբերակները շատ քիչ են։ Կամ մարդ ումից, որ ընդհանրապես չեմ սպասում, կամ էլ մարդ ումից, որ ամենաշատն եմ սպասում։ Էդուարդ։ Էդգարը երկրորդ անգամն է այստեղ հայտնվում։ Նախ ուզում եմ հասկանալ դրա որոշումը կապված է Շուշանի հետ, թե ես ուզում եմ հասկանալ։ Կարծում եմ, որ խնդիրը ուրիշ բանի մեջ է, բայց հաստատ Շուշանը կապ չունի։ Okay։ Եթե Ռաֆը սխալվել է, Ռաֆը լքում են նախագիծը, ոչ թե խաղը։ Մինչ ես կայտարեմ, որտեղ այսպես թե այնպես երկու տղա են այստեղ կանգնած, աղջիկների համար կա անակնկալ։ Անակնկալը պատրաստել է Լեդի Զոնը։ Դա տղաների համար չէ։ Ես չէի հասցնում դա ասել, որովհետև անդադար աղջիկներ էին լքում խաղը։ 4 աղջիկները, Ագնեսը, Ռոզալիան, Էման և Էրմինան, հնարավորություն ունեն ևս մեկ խաղով պայքարել վաղձալի անցման համար։ Դա պատրաստել է Լեդի Զոնը, հատուկ այդ նվերը։ Բայց նրանցից ընդամենը մեկն է վերադառնալու։ Տղաներ Լեդի Զոնը ձեզ համար նվեր չունի, որ մեկը տելեսպային լքի խաղը լքում է նախագիծը։ Էդգար դու լքում ես նախագիծը։ Ամեն դեպքում ես պահին, քանի որ էջան, դու լքում ես, կեզ պետք է երաժեշտ տանք, ասեմ, որ մի բարով նկարագրեմ, դու եղել ես մեր նախագծի կրասավչիկը, դրա մասին թե խոսել են կոմենտները, թե քո գործողությունները, նախ շնորհակալ ենք, որ դու մեր նախագծում ես եղել, շնորհակալ ենք, որ այսքան գեղեցիկ մասնակցեցիր։ Ու ամենաազնիվ մասնակիցներից մեկը։ Այս էմոցիոնալ հուզումնալից պահի մեջ մենք հրաժեշտ ենք տալիս Էդգարին։ Շնորհակալ։ Հրաշալի ժամանակ եմ անցկացրել Arm Games-ի շրջանակներում, շատ վայելել եմ բոլոր խաղերը, վայելել եմ մարդկանց, ձեռք եմ բերել նոր ընկերներ ու եթե հնարավորություն ունենայի, ելի կկրկնեի։ Շնորհավորում եմ Մանոին, Ռաֆին, Հայդալեկին, Շուշանին և Ռուբոյին, դուք անցնում եք հաջորդ փուլ։ Իսկ այս պահին այստեղ լինելու է սպասման ռեժիմի խաղ, որը հատուկ պատրաստել է Լեդի Զոնը մեր դուրս մնացած աղջիկների համար։ Գնացինք։ Այդ չի ձեր բլոգերների ընկերությունը։ Լսի ինքը Ոչինչ։ Մի րոպե կներես էլի։ Ինչ-որ մեկ ուզում ա։ Ինձ ու Օգնեսին։ Ինչ-որ մեկ ուզում։ Այն կապույտից։ Նարինջը ինձ տուր։ Ինձ էլ կապույտ։ Ես էլ կապույտ։ Ոգս, չմտածես։ Բայց տեսակ ոնց սխալվեցի Ռոֆոյի հորցով։ Մանոն, դուք չեք իմացել։ Ռաֆոյի ու Մանոյի միջև էի կասկածում, Մանոյին հավատացի, Ռաֆոյին կասկածեցի եւ ահա ես դες հետ եմ։ Նույն վիճակում ես էի կասկածեցի քեզ ու Շուշային, բայց տվեցի քեզ վերջ։ Բայց ով էր քեզ բան արել։ Ինձ թվում է Շուշան, աղջիկա եղել այստեղ։
Ես շատ շնորհակալ եմ Լեդիզոնին, որ այս հնարավորությունը տվեց, որ մեր 4 աղջիկները կարողանան եւս մեկ անգամ պայքարել։ Ցավոք միայն մեկը կմնա նախագծում, բայց դե էլի լավ է, էլի շատ։ Բայց ամեն դեպքում 4-ին հավասար պայման է տրված։ Այո։ Խաղի նպատակը սա է, դուք պետք է երկու ձեր օգնող այսպես ասած փայտերով, որը որպես բռնիչ է լինելու, երկու կողմից պետք է պահեն 3 հատ փայտիկները, որոնք կպած չեն իրար։ Հեշտ խաղ չէ, բալանսի խաղ է, հաղթելու է այն մասնակիցը, որը վերջում մնալու է կանգնած փայտերով։ Ով առաջինը գցում է, նա դուրս է մնում, տենց հերթականությամբ։ Անցնում է հաջորդ փուլ միայն այն աղջիկը, ով ամենավերջինն է գցելու փայտերը։ Պատրաստ։ Առաջին հերթին հասկանում եմ, որ այս շանսը ինքս ինձ ապացուցելու, որ ես կարամ։ Շատ լարված եմ։ Պատրաստ։ Բարձրացնում ենք։ Արմինան, այս պայն լքես նախագիծը։ Մենք սպասում ենք։ Ավելի լարված չի կարող անել։ Էման լքում է նախագիծը։ Լսում եմ, որ քարերը ընկնում է, հասկանում եմ Էման դուրս եկավ։ Ռոզալիա, թե Ագնես։ Մնացինք ես ու Ռոզան։ Ու այ հիմա ունեմ խաղալու հնարավորությունը։ Շատ լարված վիճակ է։ Երկուսի կենտրոնացումն էլ ուժեղ է այս պահին։ Նույնիսկ չեմ ուզում շարժվել։ Ես անչափ վստահ եմ, չեմ լարվում, ձեռքերս չի դողում։ Կենտրոնացումս ուղիղ խաղի վրա է։ Այս աչքով տեսնում եմ, որ Ռոզան շատ ձիգ է կանգնած։ Այդ պահին սկսում եմ կենտրոնացումս էլ ավելի ուժեղացնել։ Իմ ձեռքերը սկսում է մի քիչ դողալ ու լսում եմ, որ Ռոզան գցում է քարերը։ Այդ պահին ոնց որ ինչ-որ մեկը գար, ուղղակի այսենց հարված էր այդ փայտերին, ու ուղղակի իրանք թափեցին ներքև։ Լեդիզոնի տված նվերը օգտագործում է Ագնեսը։ Ագնեսը անցնում է հաջորդ փուլ։ Ռոզալիան, Էրմինան եւ Էման այս պահին լքում են Arm Games 2026 թվականի առաջին եթերաշրջանի խաղը։ Ես քույր հավասար պայքարում եմ, գիտեմ։ Ես գիտեմ, որ այս պայքարը կողմնակապ կլինեն, բայց չեմ կարող։ Ռոզալիային, Էրմինային եւ Էմային հրավիրում եմ ինձ մոտ։ Ագնես, քեզ շնորհավորում եմ։ Պրես։ Դու վաստակեցիր քո հաջորդ փուլի մուտքը։ Դու կարող ես գնալ միանալ քո ընկերներին։ Ես բացահայտեցի նոր էմոցիա, լարվածություն, ես կյանքում այսքան լարված չէի եղել, ինչքան այս խաղերի ընթացքում, եւ ամենակարևորը, ես այս խաղի ընթացքում գտա լիքը լավ մարդկանց, ովքեր չնայած որ խաղը արդեն ավարտվել է իմ համար, բայց շարունակելու են լինել իմ կյանքում, կարծում եմ դեռևս երկար ժամանակ։ Հաջողություն Arm Games։ Շնորհակալ եմ քեզ անսահման լավ ընկերների համար։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, ինչ որ կատարվեց այստեղ, դուք բոլոր շատ գեղեցիկ եք, բայց այսպես է ստացվում, որ հաղթեց Ագնեսը։ Հաղթեց արդար քրտինքով, բայց ձեզնից յուրաքանչյուրը կարող է ճանաչվել Arm Games այս նախագծի հաղթող։ Ու ես շատ ուրախ եմ, որ հնարավորությունը եղավ ամեն դեպքում, եթե նախորդ խաղի ինտուիցիայի կամ մի փոքր բախտի գործակիցը կար, այս պարագայում գոնե կար հնարավորություն, որ խաղի միջոցով։ Այո։ Ցավոք սրտի
մենք ձեզ չենք տեսնի հաղթողի կարգավիճակում։ Շնորհակալություն, դուք այլևս անգերություն չեք։ Իսկ մեզ մոտ սկսվում է հաջորդ փուլը։ Ես ուզում եմ ինչքան է Էման ու Էրմինեն ինքնություն, ուզում Մագնիսը հետ կա, չգիտեմ, սրտից դարդեր էին ձեռովա գնացել։ Ես ճիշտ ասած դաժե կուզեի ես խաղը չլիներ, մարդ հետ չգա։ Դե պահով չեմ այդքան ծանր տանում։ Բայց ոնց որ դու լավ ծանր ես։ Ով գահախտի, ով արժանի գնի, դու ինքն հետ կա։ Չգիտեմ։ Լավ, շատ տաքացած ենք, բայց սառենք, փինգների ուտենք, սառենք։ Ռոզին, օքեյ, հասկացա։ Ես կապուչինո եմ ուզում։ Ես մեկը բաց շատ եմ սիրում։ Espresso, yeah? Is it a latte? Ինչի՞ դեմ է, բալու է։ Ամեն դեպքում հաղթողը ստեղ է։ Դե կարող եմ դեպքում մեկնեմ ինչ։ Չէ, դերից։ Նա կոստա ինչ-որ դրասում։ Ստեղ է, բայց Ռոզալիան է։ Որովհետև եթե ես ելնեմ, բոլորի տուն կհասցնեմ։ Կոստը տեղավորվեց։ Վերջի երեք մնացած էր գիստ եմ բախտում։ Ես համազան եմ։ Արշի լոքսը։ Հա, անկեղծ ամենահամումն է։ Դե ինչ, հուսանք կամ բլոգերներից էր կգան։ Ամեն դեպքում գոնե։ Հա, դա հաստատ չի կնա Կամ Մագնեսը կամ Ռոզալիան։ մի հատ հասնվում ենք երիկա։ Շնորհակալություն։ Այս պահին սկսվում է մի փուլ, որը բաղկացած է 3 շրջանից։ 6 մասնակցով սկսում ենք, ամեն շրջանում 1 մասնակից դուրս է գալիս։ Սա արագության խաղ է։ Առաջինը կապ ունի բալանսի հետ, նրանք պետք է կանգնեն, հա, այդ բալանսի սարքի վրա, որի ընթացքում ով առաջինը 5 թվերը հերթականությամբ 6-ից 10 կամ 1-ից 5 հավաքեց, նա պետք է գնա դիրքավորվի երկրորդ փուլում։ Ով վերջինը հասնում է, նա լքում է Arm Games-ը անվերադարձ։ Հետո շարունակաբար այդպես շարունակվելու է մինչև որ կմնա ընդամենը 3 մասնակից եւ մենք տեղափոխվենք եզրափակիչ փուլ։ Ինչ խոսք շատ հետաքրքիր խաղ է։ Այո։ Մինչ այդ առաջարկում եմ սուրճը թող ձեզ թարմացնի, սիրելիներս։ Մեր գործընկերոջ Royal Armenia-ի պատրաստած 3-1-ում սուրճը, այս պայն ձեզ մի փոքր լարվածություն կթոթափի, որից հետո Let's do it։ Այո։ Let's do it, սիրելիներս։ Ով էլ որ լքի նախագիծը, նա գնում է տուն, գլուխը վերև, որտեղ ամեն դեպքում նայի քանի փուլ է եկել հասել ու հաղթել այսքան փուլ։ Բայց ամեն դեպքում ցավալի է, որ ինչ-որ մեկը պետք է լքի։ Սա Arm Games-ն է, սա մրցույթը։ Դե ինչ արած, նվերը մեկն է, մրցանակը մեկն է, մեծ մրցանակ է։ Դրա համար արժի ուժերի ներածին չափով պայքարել։ Խմեք սուրճերը, տաքացեք ու սկսենք խաղը։ Ես ուզում եմ նաև ձեզ ցույց տալ, նայեք վեգա ընկերությունը ինչ գեղեցիկ բաներ է պատրաստել։ Այո, վեգան Arm Games-ի հետ եղել ամբողջ եթերաշրջանի ընթացքում։ Մենք սկզբում վեգայի օթապարիկով թռանք։ Այո, հետո վեգայի կողմից նախատեսված այն կրակներով հիշում ես, տաքացանք Ծաղկաձորի ցրտում։ Հիմա էլ վեգա Arm Games քոլապով էլ սկսում ենք Arm Games եզրափակչի 3 փուլից բաղկացած խաղերի առաջին խաղը։ Շատ կարևոր է, որ մասնակիցները ոչ միայն արագ հավաքեն, այլ նաև ուղիղ կանգնեն։ Ուղիղ կանգնելուց հետո նոր կարող են իրենց ձեռքի թվերը գցել գետնին եւ վազել կանգնել այն դիրքը, որը երկրորդ խաղի սկիզբ կազմանշի։ Այս իմ խաղն է։ Եվ այսպես պատրաստ։ 1 2 գնաց։ Խաղը շատ կարևոր բալանսի խաղ է, այն մասնակիցն է հաղթելու, ով ուժեղ է բալանսից։ Ես գիտեմ, որ Շուշոնն է շատ ուժեղ, փորձ ունի։ Վերջ արամ։ Վազեք։ Իրականում առաջի անգամ այս խաղերի ընթացքում ես շատ լարված եմ։ Վազեք։ Հասկանում եմ, որ ես հասցնում եմ, կուբերը դնում եմ, լսում եմ վերջ, 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 վերջ։ Ես էլ եմ ասում վերջ, բայց նաև այս պահին իմ գլխում արդյոք ինձ պետք է առաջ գնալ, արդյոք ես ուզում եմ հաղթեմ, արդյոք ինձ մեքենան պետք է։ Ու հասկացա, որ չէ։ Այս պահին ես ուզում եմ վերջ։ Գնամ տուն։ Հայո։ Իմ խաղն է, բայց լարվածության պատճառով հազիվ անցել։ Չեմ հավատում։ Ռոֆորո։
Ռաֆը անմահա, անբորբեք չէ հավատում։ Իմ համար ամենաանսպասելիներն էր, որ Ռաֆոն չհաղթեց։ Այո, Arm Games նախագծի ինչպես բոլոր մասնակիցները կասեն իմ լյուբիմչիկը։ Այդ քեզ ինչ է հավատում, Ռաֆոն չէր։ Ռաֆ։ Ռաֆ։ Նորից։ Ռաֆ։ Չէ, մինիմում 3 ընկեր ունեմ ստեղ, Էրիկա։ Կհաղթեմ մեկը։ Ինձ համար կարևոր էր, որ ես ստանամ սուր էմոցիաներ եւ ձեզ ստամ սուր էմոցիաներ։ Էդ իմ մոտ ստացվեց։ Հիմա իմ ժամանակն է գնալու ու կարևոր է իմ ընկերներից մեկը հաղթի։ Օրինակ Ռուբոն։ Հարա մենակ մնացի։ Չեմ թաքցնի, բայց ահա որ նեղվեցի, որ Ռաֆոն դուս եկավ։ Սելիարսադիտող Arm Games բոլոր եթերաշրջանի ամենաքննարկվող մասնակիցը Arm Games այս եթերաշրջանի ամենահետաքրքիր պերսոններից մեկը Ռաֆը Հայդալեկը գրավում է այս եթերաշրջանում 6-րդ հորիզոնականը։ Ես ծափարում եմ քեզ ընկերի, շնորհակալ եմ միշտ մեր նախագծերում լինելու համար։ Բայց Ռաֆ այս պահին այլևս Arm Games-ում չեմ։ Շոկի մեջ եմ։ Իսկ մենք սկսում ենք երկրորդ փուլը։ Այս խաղը ավելի պարզ է թվում, բայց կարծում ավելի բարդ է։ Մասնակիցների վերևում տարածք է սարքված, նրանք իրենց մոտի 5 գնդակները պետքա գցեն այդտեղ։ Եթե հանկարծակի ստացվի, որ գցեն գնդակը գնա ուրիշի տարածք, միավորը հաշվելու է ուրիշին։ Դրա համար պետքա լինեն ուշադիր։ Նորից դուրս է մնում այն մասնակիցը, ով ամենավերջինն է 5 գնդակը գցում կամ ուղղակի չել հասցնում գցել։ Այս խաղը իմ համար է ստեղծված։ Պատրաստ։ Առաջին 4-նակը պետքա վազի ու դիրքավորվի արդեն 3-րդ խաղի մոտ։ Ուշադրություն 1 2 գնաց։ Սա Ռաֆը արդեն առաջինը գցեց։ Դավայ։ Ագնեսը նույնպես առաջինը գցեց։ Ագնեսը երկրորդ։ Ռուբոն գցեց իր առաջինը։ Շուշանը և Մանոն դեռ չեն զգացել քաշը։ Ահա, արդեն Շուշանը մոտ է, բայց ուժեղ է գցում։ Մանոն մոտ է, շատ մոտ է։ Ռաֆը երրորդը գցում, Ագնեսը երրորդն է գցել։ Ռուբոն երկրորդը արդեն։ Մի փոքր պետք է Շուշանն ու Մանոն զգան քաշը, Մանոն առաջինը գցեց։ Վերջինն է Ռաֆոն արդեն։ Ռաֆ պետք է գցեն։ Եվս Ռաֆը ավարտեց, Ամուսնեն ընկավ։ Մասնակիցներով ավարտվեց։ Մանոնն են ստացվեց, որ իր գնդակը գցեց հետ։ Շուշան արդեն 2 հատ գցեց։ Շուշանը երրորդը գցեց։ 1 2 3 իրար հետևից գցեցի։ Մանոն դեռ մեկն է գցել։ Շուշ, դավայ։ Նայ պետք է զգուշ լինեն, որ նենց գցեն, որ իրենց գնդակները հետ չընկնի։ Նենց լարված են, որ չեն ֆիքսում այդ գնդակները ոնց եմ գցում։ Մանոն երկրորդը, Մանոն շտապի, Մանո։ Ռուբոն, Շուշանը և Ագնեսն ունեն 3-ական գնդակ։ Ռուբոն, Շուշանը մեկը գցեց, մյուսը ընկավ։ Շուշանն է 4-րդը գցեց։ Ագնեսը նույնպես 4-րդը գցեց։ Զգուշ մի կպեք փայտերին, սիրելիներս։ Հիմա երկրորդ տեղի Շուշ, այս կողմից փորձի։ հոգում է չեմ միանգամից։ Շատ լարված է։ Ռուբանը վերջացեց, Ագնեսը վերջացեց, Շուշանը վերջացեց։ Վերջ, ստոպ։ Իրան ընկավ։ Արամն ասում է վերջ, ու ես գիտեմ, որ կրվել եմ։ Չգիտեմ, մոտ չէր ստացվում էդի մի տեսակ։ Չէի կարում կենտրոնանայի այդ գնդակները գցելու։ Մեկ գցեցի, մեկը դուրս ընկավ, մեկը գնաց Շուշոյի մոտ ընկավ։ Բախտ։ Դրա մոտ ընկավ։ Մանոն օգնել։ Ոչինչ։ Մեր մարզիկը, մեր նախագծի մարզիչը, մեր նախագծի այնքան բարի էր ամբողջ նախագծի ընթացքում, որ
Վերջին գնդակը դիպեցի դերին։ Վերջին բարությունն էլ արեց դաշտից առաջ Մանո դու քո թիմի ուժը ոգին է սեղել, խելքն է սեղել, միտքն է սեղել, նաև ուժային խաղերում։ Իսկապես քո մասնակցությունը շատ կարևոր է։ Ես ուզում եմ այդ բլոգերները մասնավորապես Մանոյից ապահովել։ Շատ հաղթանակներ տոնել են հենց Մանոյի խելացի։ Կարևորը մերոնք են ասի շատ։ Ամգեն ջան, շատ շնորհակալ եմ ձեզ այս ձեր շատ սիրուն հաղորդման համար։ Ես լիքը ընկերներ ձեռք բերեցի, շատ լավ մարդկանց հետ ծանոթացա։ Հույսով եմ, որ շնորհակալական կլինի եւ բոլորը գնային, որովհետեւ շատ դակրկեր այս ամեն ինչի կատարվում։ Սիրներս, Շուշանը, Ագնեսը, Ռաֆը եւ Ռուբենը կպայքարեն վերջին ուղեգրի համար։ Մանո, շնորհակալություն մասնակցության համար, ընկերս։ Մանո, Աբրեք։ Իսկ մենք շարժվում ենք առաջ, կրքերը շատ լարված է, ընկերներ, թիմակիցներ միմյանց դեմ։ Արամ, ես ինչ լարված է, ու ես ինչ անսպասելի է ամեն ինչ։ Նայ, համաձայն ենք այդ, որտեղ Մանոն մի հատ գցեց ընկավ, մի հատ էլ իրենը գցեց Շուշանի մոտ, ամեն դեպքում Մանոն սպորտային զոնաներում ֆավորիտ է, բայց զիջեց այս դեպքում Շուշանին, Ռաֆին, Ռուբոյին եւ Ագնեսին։ Սիրելի հեռուստադիտող, այս 4 մասնակիցներից ընդամենը 3-ը կգնա դեպի սուպեր խաղի տարածք, որտեղ չգիտենք ինչ է լինելու, ես կասեմ տեղում։ Ես էլ չեմ ուզում մտածեմ ովքեր են 3, որտեղ անսպասելի բաներ են կատարվում։ Տեսնենք։ Բոլոր 4-ն ծիլված մասնակիցներ։ Խաղը շատ ավելի բարդ է, քան մնացած 2-ը։ Մի ձեռքով նրանք պետք է պահեն պարանը, մյուս ձեռքով պետք է դիպուկ ծանրոցը նետեն դեպի զամբյուղը։ Երբ որ ավարտվում են, ծանրոցներն ավարտվում են, նրանք պետքա թողեն իրենց ձեռքի պարանը, գնան իրենց ծանրոցները, կրկնում եմ, իրենց ծանրոցները միայն հավաքեն եւ շարունակեն։ Հաղթում է այն մասնակիցը, ով առաջի 10-ը նետում է։ Պարտվում է այն մասնակիցը, ով ամենավերջինն է ավարտում առաջադրանքը։ Պատրաստ, 1, 2, գնաց։ Շուշանը, Ռուբենը, Ռաֆը։ Շուշան արդեն 6 հատ է նետել, Ռուբոն 2 հատ, Ռաֆը 2 հատ, Ագնեսը 3 հատ։ 3 հատ գցում եմ ու հասկանում եմ, որ ուղեղս էլ չի աշխատում ու չի էլ միանում հետո։ 8 հատ Շուշանը, Շուշանը 9 հատ, վերջինն է Շուշանի։ Դավայ Շուշան։ Ռուբոն 5-րդն է նետել արդեն, Ռաֆը դեռ 3 հատ, Ռուբը 6-րդը նետեց, Ագնեսը 4-րդն է սա։ 10-րդը գցեցի, ես ֆինալում եմ։ Շուշանը ավարտեց, Շուշանը եզրափակի սուպեր խաղում է։ Տորավորում է Շուշանի, շարունակվում է խաղը։ Հաջորդը Ռուբոնը։ Ռաֆը արդեն 6-րդն է։ Խուճապի մատնվեցի մի պահ։ Ռուբոն 8-րդն է նետել, շատ լարված պահ, օդում պահել։ Ահա, Ռաֆը 9-րդն է։ Վերջ, Ռաֆը եզրափակում է 9-րդը, շարունակի, գնաբեր, շարունակի, քանի հատ կարող ես գնալ։ Դավայ, քանի հատ։ 7-րդն է։ Չէ, 3 հատ։ Շատ լարված է, 7 հատ Ագնեսի մոտ է, Ռուբենին ընդամենը վերջինն է։ Եվ վերջ! Ռուբենը, Շուշանը և Ռաֆը ասում են սուպեր խաղ։ Դե ինչ, 3-րդ անգամից ես վերջապես ֆինալում եմ։ Ագնեսը ֆանտաստիկ խաղի արդյունքում լքում է Arm Games-ը։ Ռուբո, Շուշան ու ես։ Կարևորը ես։ Ֆինալում ենք։ Վերջ, պարտվեցի։ Ամենաշատը ափսոսում եմ, որ Ագնեսը չանցավ։ Շատ լավ ես խաղացել։
Սա ոտես կթուր։ Ագնես, ես ուզում եմ, քանի որ դու վերջին մասնակիցն ես, հա, խաղայինից, որ դուրս է գալիս, դու գրավում ես 4-րդ հորիզոնականը, ուզում եմ քո էմոցիաներով կիսվես, նոր գնես։ Ամենակարևորը առաջին հերթին ոնց որ հաճեք եմ ստացել, ինչքան էլ որ լարվել եմ եւ այլն, փորձել եմ ընթացքից հաճեք ստանալ, ու հուսամ Շուշան կհաղթի։ Okay։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այս լուսավոր մարդուն, Ագնեսը այլևս Arm Games-ում չէ։ Ոչինչ։ Շնորհակալություն մենք երեքով գնում ենք դեպի սուպեր խաղ։ Մեր խաղերն ավարտվեց, 3 մասնակիցներ կպայքարեն բաղձալի ավտոմեքենայի համար։ Բայց մինչ մենք կտեղափոխվենք Афինա հոլ, որովհետև Афինա հոլում է լինելու թե ընթրիքը, թե նաև շատ հետաքրքիր բան է սպասվում, մի բան հստակ է, որ երկուսս էլ ու մնացած բոլորը լինելու շատ գեղեցիկ։ Եվ շատ ուրախ եմ այն դեպքում հաղթող մասնակցի համար։ Իսկ մյուս երկուսի համար Ինչ հարցեր ես տալիս։ Սիրելիներս, ինչ ենք մենք հիմա նոր տան ստենդի մոտ, որովհետև նոր տունը այս եթերաշրջանում մեր շատ դրատու գործընկերն է, որը մեր 3 մասնակիցների համար հիշում ես։ Այո, Շռայլ նվերներ տվեց, մեկը կարծեմ մանոներ 500,000 դրամ, այո, մյուսը Ռոզալիան 500,000 դրամ եւ իհարկե այո, հավելյալ նվեր նաեւ Լիային 300,000 դրամի չափով։ Շռայլ նվերները։ Ստացվում է, որ նոր տունը միանգամից 3 մասնակիցների ֆանտաստիկ մեծ, խոշոր նվեր է մատուցել։ Շնորհակալություն ենք հայտնում եւ շնորհակալություն ենք հայտնում, որ ամբողջ եթերաշրջանում մեր կողքին եք եղել։ Մերսի։ Երկար ճանապարհ ենք կտրել, այսօր ձեզնից մեկը տուն կգնա մեր գլխավոր հովանավոր Royal Armenia-ի տրամադրած ավտոմեքենայով։ Անայդ նրանցից ոչ մեկ չունի մեքենա։ Իսկ վարորդական իրավունք։ Շուտով։ Ընթացքի մեջ է։ Ես զուտ չունեմ։ Ասեմ, որ շատ դժվար փորձություններ են սպասվում։ Բայց մինչ այդ մեր գործընկեր Գյումրի գարեջուրը մեզ հետ է եղել ամբողջ եթերաշրջանի ընթացքում, ես առաջարկում եմ փոքր թուլանալ։ Ես շնորհավորում եմ բոլորիս։ Յուրաքանչյուրդ այսօր այստեղ արդեն հաղթողներ եք։ Դուք այն 3 մասնակիցներն եք, ովքեր հասել են մինչև սուպերֆինալ։ Ձեզ համար։ Անահիտ Հյուրասիրվեք։ Ահա որ սոված է։ Da Vinci Sushi-ը իր համեղ սեթը հրամցրել մեզ, դենց որ բարեախոժակ։ Անայդ, ես խնդրում դուք էլ ուտեք, էլի։ Ասեմ, որ այս ֆանտաստիկ վայրը, որտեղ տեղի կունենա մեր նախագծի փակումը, այստեղ ես բազմաթիվ անգամ եղել եմ որպես հաղորդավար։ Афինա հոլում ենք գտնվում։ Հյուրընկալել է մեզ Афինա հոլը եւ այստեղից դուք կգնաք մեքենայով։ Դուք, թե դու։ Որևէ մեկը։ Այո, որևէ մեկը։ Բայց երեք էլ ապացուցեցիք, որ արժանի եք այսօր այստեղ հենց դուք նստած լինելու։ Սրանից հետո արդեն չկա մրցակցություն, չկան ուժային խաղեր։ Այստեղ դու անզոր ես, Արամ, այստեղ ոչինչ անես։ Իմ գործն ավարտվել է, իմ աշխատանքն ավարտվել է։ Բախտը կամ ճակատագիրը այստեղ կարևոր դեր է ունենալու ձեզ համար, բայց ամեն դեպքում ռազմավարությունն է։ Da Vinci Sushi-ն ձեզ է սպասում, հյուրասիրվեք սերներս։ Ես մի հատ եք ուտեմ կներեք։ Հյուրասիրվեք։
Ես վերցնում սա, բաս ես վերցնում։ Հիմա այստեղ բերվելու է սեղան, որի վրա դրված է լինելու մեր Arm Games-ի տուփերը, 3 տուփ։ Մեկի մեջ կանաչ, մյուսի մեջ կարմիր, երրորդի մեջ դեղին։ Դուք նախ պետք է որոշեք ով է ձեր մեջի համարձակը։ Ով կհամարձակվի, գնա այնտեղ։ Ինչ է կատարվելու։ Եթե տվյալ մասնակիցը բացում է տուփը, որտեղ լինում է կանաչ գույնը, նա ավտոմատ գնում է սուպերֆինալի սուպերխաղ։ Բայց ինքը պետք է ընտրի, թե ով է իր հետ գնալու վերջին փուլին։ Եթե նա քաշում է կարմիրը, ավտոմատ լքում է նախագիծը, մյուս երկուսը անցնում են վերջին սուպեր խաղին։ Եթե քաշում է դեղինը, նա հետ է գալիս տեղը նստում։ Դեղինը նշանակում է ոչինչ։ Եվ դուք պետք է որոշեք, թե երկրորդն ով է գնում։ Արդեն նա գիտի, որտեղ է դեղինը, նա հնարավորություն ունի բացել մյուս երկու տուփերը։ Հիմա նախ եւ առաջ պետք է հասկանանք, թե ով է գնալու։ Ջենթլմենություն չանեք։ Ես կգնամ։ Ես չեմ ուզում։ Ես էլ եմ, օքեյ, բայց եթե դու ուզում ես։ Ավելի դու, որտեղ ճամփի դուշկս է թարի։ Մամա ես։ Դուք օքեյ։ Հիշեցնեմ, որ այլևս մենք խաղ չունենք։ Բոլորը նմանատիպ փորձություններ են, որտեղ գործելու է որոշակի ռազմավարություն, որոշակի բախտ։ Պատրաստ ես, Ռաֆ։ Ես խնդրում եմ սեղանը տուփերով բերվի։ Ռաֆ։ Տուփերը բերվեց։ Ես քեզ մաղթում եմ ամեն դեպքում հաջողություն։ Ես էլ եմ շատ լարվում, վստահ եմ Անահիտն էլ, այդ չեմ ասում Ռուբենի և Շուշանի մասին։ Խնդրեմ մոտեցիր։ Ոչ։ Արամ։ Մինայի արամ։ Խորհուրդ եմ տալիս չնայես։ Էներգիա ես դու։ Սլավաթևատ։ Հələ չգիտեմ։ Ասես դեղինն է։ Մեջ կամ ցակա։ Հեսա գծունեմ։ Եվ Սոստու։ Ռաֆը քաշեց կարմիր քարտ։ Դա իր որոշումն է եղել։ Շատ հետաքրքիր կլիներ Ռաֆին տեսնել սուպերխաղի ժամանակ։ Սուպերխաղ են գնում Ռուբենը և Շուշանը։ Ռաֆը գնում է որպես հաղթող, բայց գնալու է առանց նվերի։ Բարոյական հաղթանակ կոչվածը իմը չի էլ։ Դե, այսպես ասեմ, խաղային առումով Ռուբոն, Շուշանը և Ռաֆոն հաղթել են Arm Games-ի 2026 թվականի առաջին եթերաշրջանը։ Հիմա դուք պայքարում եք ավտոմեքենայի համար։
որտեղ այլևս խաղ չկա։ Այստեղ կան փորձություններ, բայց ոչ խաղ։ Ռաֆ, ես քեզ կուզեի անկեղծ, չեմ ասում չէ ուզենա Ռուբենին կամ Շուշանին տեսնել այնտեղ, բայց անձամբ քեզ կուզեի տեսնել այնտեղ։ Ու լքում ես Arm Games-ը, բայց լքում ես արժանի խաղով, արժանի կերպարով։ Ես առաջարկում եմ գեղեցիկ ձևով ճանապարհին Ռաֆին։ Ամեն դեպքում ու դա չի, ով է կրի անսահման ուրախ կլինեմ, դոքժան ասեմ, ու ինձ փորձը ցույց տվեց, որ ինչքան մաքուր ես խաղում, ինչքան նենց իմ ֆորմատի մեջ չեմ խաղացել ես այս անգամ, ու ինձ ուղղակի ցույց տվեց, որ բումերանգի էֆեկտը միշտ գործում է։ Այնպես որ շատ ուրախ եմ, իրոք շատ ուրախ եմ, երկուսիդ համար։ Ով էլ կրի, անսահման ուրախ կլինեմ, ու թող հաղթի լավագույնը։ Տաղանդավոր մարդ, հաջողություն։ Շնորհակալություն շատ։ Սիրեցի քեզ։ Դե ինչ։ Հաջողություն քեզ մաղթում եմ։ Ուդաչի։ Ողջույն։ Եթե Ռաֆը մնար, շատ հետաքրքիր պայքար կլիներ մեկ հոգի աստղերի թիմից, մեկ հոգի բլոգերների, Բայց մենք շնորհավորում ենք Շուշանին ու Ռոբին, որովհետև դուք սուպեր ֆինալի, սուպեր խաղում եք։ Ես իհարկե շատ ուզեցի Ռաֆի համար, բայց նաև ուրախ եմ ձեզ համար։ Սիրելիներս, թե ձեզնից ով կգնա տուն մեքենայով, կիմանանք ընդամենը րոպեներ անց։ Arm Games reality show-ն իր խաղերով հայկական իրականության մեջ առաջինն է։ Նաև ես չեմ հիշում երբ է խաղարկվել այսպիսի գերշքեղ նվեր։ Մեր գլխավոր գործընկեր Real Armenia-ի կողմից խաղարկվող BYD ամբողջովին նոր մեքենան բաժին է հասնելու կամ Ռուբոյին կամ Շուշանին։ Ռուբոն սրտի աշխատանքն է կարգավորում։ Լավ չէ։ Չէ, դուք ապացուցել եք, որ դուք որոշ չափով նաև սթրեսակայուն եք կամ նախագծից հետո կդառնաք։ Այո։ Բացատրեմ ինչ է կատարվում։ Այստեղ 8 այն կերպարներն են, որոնց մինչև հիմա, այսպես ասած, դուք նենց եկար որ լքել են նախագիծը։ Նու բացի Ռաֆից, Ռաֆին ինքնից ձեռքով գնաց։ Մնացածը պարտվել են ձեզ։ Նայեք, ինչ է կատարվելու։ Չինգաչունգի կամ որևէ ձևով որոշում եք թե ով է սկսում եւ ինչ է կատարվելու։ Դուք այս բանալին դնելու եք որևէ կերպարի նկարի քեյսի ներքո։ Մյուս մասնակիցը չի տեսնում, մեջքանց է լինելու, գալիս է փորձում է կռահել։ Եթե ճիշտ է կռահում, բացում ես բանալին այնտեղ, քոնն է։ Դու հաղթում ես ավտոմեքենան։ Եթե ոչ, շարունակում ենք հակառակն է արվում։ Այսպես ասեմ, խաղը շարունակում է այնքան, ինչեւ որ այս բանալին որևէ մասնակից կգտնի։ Դե արդեն մարազմ է տիրում, էմոցիոնալ մարազմ է տիրում։ Նախ հասկանանք ով է առաջինը պահելու, ով է առաջինը փորձելու գտնել բանալին։ Բայց ես ուզում եմ չինգաչունգով լինի, էլի արդար որ լինի։ Ով հաղթում է, նա որոշում է։ Չէ, ով հաղթում է, նա պահում է։ Պահում է։ Նա պահում է, մյուսը փորձում է գտնել։ Այո։ Հասկացա, խնդրեմ մեկից։ Մեկից։ Շուշան դու ես պահում։ Հա, ճիշտ եմ հասկացել։ Բա ինչի նեղվեցիր։ Կուզեի առաջինը Ռուբեն պահի։ Բա դե համար ես ասում եմ որ հաղթումը ինքը որոշում կհասնի, բայց դու Չէ, արդար։ կանոնը դրեցիք։ Ռուբ ջան, պատտվիր։ Մատ։ Դավայ, կան։ Գերական։ Փոխադարձ։ Անա այդ ինչ որ ջերմ ավարտ ենք հա ունենում։ Սա տալիս եմ քեզ։ Լսի կարող եմ ինքը պատտվենք, մենք էլ չտեսնենք։ Արի։ Ռուբի փոքր գնային կողմ։
Հարի մենք էլ պատտվենք։ Վերցիս տամեն ես պահեմ։ Ես ամբողջ այս նախագծի ընթացքում ինձ Յակուբովիչ եմ զգացել։ Դու էլ կպտտես։ Հա, ինչ ես կարծում, ումն է քո գդանի։ Հստակ իրենց ընկերներից որևէ մեկի կամ Ռաֆի, կամ Ագնեսի, կամ Էդի։ Հասկացա, ես մտածում եմ որ ես։ Հա։ Հասկացա։ Կամացի ասեմ, ինչ ես։ Տեսնեմ։ Կարող են գալ։ Ես վերջացրի։ Լավ։ Ռուտ։ Արա շատ ահավոր խաղա։ Շատ ահավոր խաղա։ Համաձայն եմ։ Եվ ինձ դա դուր է գալիս։ Դաժե եթե ինչ-որ ստրատեգիա կա, քո մեջի կասկածը այդ ստրատեգիան ուտելու է։ Ուտում է։ Չունես ընդհանրապես ոչ մի հստակ միտք։ Հիմա պետք է կատարեմ ամենակարևորը եւ որոշումներից մեկը։ Մի բան էլ ասեմ։ Հարցեր տուր։ Մինչ հարցերը նաև կարող ես տալ, ասեմ, եթե դու սխալվում ես, այդ կայս քեսը բացում ենք, այդ քեսը դուրս է գալու։ Ունալով քեսերը կչանալու են։ Այո։ Ում դուքի մեջ որ դրել ես։ Ուզեիր ինքը լիներ հիմա ստեղ իմ փոխարեն։ Քո փոխարեն։ Կամ երրյակում։ Շատ լավ հարց է, շատ։ Չէ։ Ավելի շատ չեք։ Ինձ էլ արդեն հետաքրքիր։ Եթե ասում ես քո փոխարեն։ Եկեք լավ։ Ես ընտրություն անեմ։ Իհարկե։ Կընտրեմ Ագնես։ Աստված իմ։ Ագնեսը Դատարկ է։ Okay։ Սա ես կպահեմ։ Շուշան որտեղ էր բանալին։ Մենք չենք կրահել։ Մենք երկուսս չենք կրահել։ Բանալին տուր ինձ։ Ես կարող ես դնել տեղը։ Անկավ։ Չի լավն է։ Շուշան ջան, պատտվի։ Երկուսս սխալվեցին, դեպքում ես մանու չէի մտածում։ Պես ես ինչ ասացի իրենց ընկերներից մեկին, որովհետև մտածում եմ, որ Շուշանը կցանկանա որ Դե չգիտեմ, ամեն դեպքում սկզբում ինձ թվում է ռազմավարություն։ Ես այդպես եմ զգացում։ Իսկ ինչ ես կարծում, որ ինչ կանի։ Շուշանի ես քայլից հետո։ Կարակ պտտվեք։ Շուշան։ Նորից հիշեցնեմ կանոնը։ Եթե դու գուշակում ես ճիշտ, բացում ես բանալին այնտեղը, մեքենան քոնն է։ Եթե ոչ, այդ кейսը հանում ենք, շարունակում ենք, հաջորդը արդեն ուբենի կրայելու ժամանակն է։ Շուշան։ Պատահականությամբ ես դրել, թե հստակ մտածված մարդ։ Երկուսն էլ, երկար չեմ մտածել։ Ես գիտեմ որտեղ է։ Արի ասա։
Կարասելի հաստատ է ուզում։ Գուցե ես լրացրու դժվում եմ, երբում եմ։ Աղջիկա։ Չեմ պատասխանում։ Տղայա։ Չեմ պատասխանում։ Պատականություն սկզբում աշխատում։ Ճիշտ եմ վերցրել։ Չեմ հավատում։ Պատականության սկզբունքով ծերներս ռուպը դրել է Ռաֆին, պաստորեն Ռաֆը ունեցավ մեծ դեր Շուշանի կյանքում, Շուշանը տուն է գնալու Ռոյալ Արմենիայի կողմից պատրաստած ֆանտաստիկ գժական նվերով, ավտոմեքենայով, խոսքեր չկա, շնորհավորում ենք քեզ։ Այստեղ պատահականություն էր այսա։ Սա ոչքան է ֆենոմենալ հաջողություն։ Ես մի բան կարող եմ ասել, կարծում եմ Շուշանը ամենաարժանի մասնակիցներից մեկն է, ով հաղթում է Arm Games մեր այս նոր գժական եթերաշրջանի ավտոմեքենա։ Դու աղջանի եկել։ Ես ես համարում եմ, որ դու ես ինձ տվել հաղթանակը։ Նայեք, ես ամենակիչ ուզվող մարդկանցից եմ, ես էլ միացա։ Ես ուզում եմ մի բան ասել Արամ, անկեղծ խոստովանում եմ, Ռուբը իմ մամայի ֆավորիտ մասնակիցն է, անգամ երբ հարցում էի տեղադրել ու գրել էի ով եք ուզում հաղթի, իմ մաման գրել էր Ռուբը։ Ռուբ մի բան ասեմ, Ռուբենին ճանաչում եմ ամառվանից, երբ մեր առաջին Arm Games-ը սկսվեց, Ռուբենին նույնպես հրավիրել էինք, չկարողացել ներկա գտնվել, երկրորդին է չկարողացավ ներկա գտնվել, սենց որ նայում եմ Ռուբենին, ոնց որ փոքրիկ պատանին է, բայց մի բան հստակ է, այն ցանկությունը, որ դու ունեիր ու որը ներդրել ես մեր խաղի մեջ, ես կարծում եմ դու նույնպես ինչպես Շուշանը 100 միլիոն տոկոս արժանի ես ես հաղթելու։ Ես շնորհավորում եմ քեզ, ընկերս, դու շատ հատուկ տղա ես, հատուկ հումորով ու հատուկ կերպարով։ Եվ հատուկ սրտով, ու վստահ եմ, որ շատ ուրախ ես Շուշանի համար, որովհետև հակառակ դեպքում Շուշանն էլ ուրախ կլիներ։ Շատ։ Շուշ, հիմա գնալու ենք դու նստելու ես մեքենան ու մեքենան գնաս տուն։ Շուշանի հետ մենք ծանոթացել ենք 2 աստղի շրջանակում, ավելի ուշ։ Ես չեմ ճանաչի Շուշանին։ Շատ յուրատուկ, էսթետիկ կերպար։ Մի փոքր զսպված, մի փոքր ազատ, բայց մարտիկ է, հստակ մարտիկ է, որը պարտվել չի սիրում ու լավագույնը ներդնում է դաշտին։ Arm Games եթերաշրջանը նորից հաղթեց աղջիկ։ Ես շատ ուրախ եմ քեզ համար ու շատ ուրախ եմ Arm Games-ի բոլոր սիրահարների համար, որտեղ սիրելիներս դուք ունեք նոր հաղթող։ Շուշան Ստեփանյան, Arm Games 2026 թվականի առաջին եթերաշրջանի հաղթող, ով տուն է գնում գեր շքեղ նվերով։ Հիմա մենք գնում ենք դեպի ավտոմեքենան։ Գնացինք ավտոմեքենայով։ Այո,
Մարալատ։ Այ հիմա իսկապես շնորհավոր ցույց։ Դե ինչ։ Մեքենան կոմնա։ Շուշան Ստեփանյան։ Քո մեքենան, կարող ես նստել։ Ես կփակեմ։ Դե ինչի էլի Անահիտ, այսինք ֆանտաստիկ ավարտվում է Arm Games-ի 2026 թվականի նոր եթերաշրջանը։ Իսկ մենք արդեն կհանդիպենք հաստատ դեռ շատ արիք ենք ունենալու հանդիպելու։ Դες հետ է Արամ Մելիքյանը եւ Հրաշք Անահիտ Մանուկյանը։ Վստահ եմ, անդադար, ամենուր, ամենտեղ դες հետ լինելու է Arm Games-ը։